Ջանգիրյանին։ Պարոն Ջանգիրյան, համեցեք։ Հարգելի գործընկերներ, նախորդ օրերին ես ձեռնպահ եմ մնացել ազգային ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ ելույթներից, հարցադրումների բարձրաձայնումից, նաև այս նախագծի առաջին ընթերցման ժամանակ ունեցած իմ ելույթի հնարավորությունից մտածելով, որ մենք այստեղ կարծես թե մեղք են գործում, երբ որ ռազմաճակատում մեր զինվորն ու սպան վճռում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ապագան, մեր ելույթներով մենք կարծես թե զբաղված ենք ավելորդ, տասնորդական, ոչ կարևոր գործերով եւ մի տեսակ թե զոհերի հիշատակի առաջ, թե մեր կռվող բանակի սպայի ու զինվորի առաջ մեղք են գործում ես մեր բուն գործով զբաղվելիս։ Ուստի կներեք այն ելույթը, որ ես պիտի ունենայի նախագծի առաջին թերցման ժամանակ հիմա եմ ունենում, քանի որ կրակը դադարեցված է եւ Աստված տա մենք ունենանք այդ կրակի դադարեցման ռեժիմի հաստատագրում, շարունակություն։ Հիմա բուն նախագծի վերաբերյալ մեր խմբակցությունը առաջին թերցման ժամանակ ձեռնպահ է քվեարկել այս նախագծին, ոչ թե նրա համար, որ մենք դեմ ենք քաղաքացիական պաշտպանության ինստիտուտի կայացմանը, պարոն Գրիգորյան, ոչ թե դեմ ենք, որ պաշտպանության նախարարությունը ձերբազատվի իր համար ոչ կարևոր պարտականությունների կատարումից, ըստ էության իր համար բալաստային խնդիրների լուծումից, այլ կա լուրջ բովանդակային առարկություն այս նախագծի վերաբերյալ։ Տեսեք, ինչ են արել հեղինակները, նախագծի հեղինակները։ Եթե մի քիչ ավելի այսպես կոպիտ ասեմ, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համապատասխան հոդվածներից դուրս են հանվել զինվորական, ռազմական, զինծառայող, զինվորական կոչում, այսպիսի արտահայտությունները, այսինքն ռազմական բաղադրիչը դուրս է հանվել, պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում ավելացվել է արտակարգ իրավիճակների լիազոր մարմին արտահայտությունը, այդ լիազոր մարմնին իրավունք են տվել սպառազինություն ունենալու եւ այլը, եւ այն մնացած օրենքներին չանդրադառնամ, մոտավորապես նույնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել այդ օրենքներում եւ ասում են մենք իբր քաղաքացիական պաշտպանության համակարգը, որը գործում էր երկար տարիներ սովետական միությունից սկսած նաեւ մեր երրորդ հանրապետության օրոք փոխանցել ենք նոր լիազոր մարմնի։ Հիմա տեսենք արդյունքում ինչ է ստացվել։ Մենք չենք վերանայել այս նոր մարմնի խնդիրները, ինչ խնդիրներ ենք թողել, որ այս քաղաքացիական ըստ էության արդեն ոչ ռազմական, ոչ զինվորական ստրուկտուրան կարողանա լուծել։ Ես հիմա ընդամենը մի օրինակ եմ բերելու։ Տեսեք, եթե քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները, ինչպես անվանված է այստեղ, ըստ էության ղեկավարվելու են միայն պահակապարեկային ծառայության կանոնագրքով։ Համազորային մնացած կանոնագրքերն ու կանոնադրությունները սրանց համար չեն։ Իրենցից հանված է ռազմական, զինվորական, այդ բաղադրիչը։ Այսինքն սրանք զինվորական ստորաբաժանում չեն, ինչպես արդարացիորեն նշված է օրենքի նախագծում, այլ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ստրուկտուրային։ Բայց սրանք ինչ կապ ունեն գլխավոր շտաբի, զինված ուժերի գլխավոր շտաբի հետ։ Ոնց կարող են կապ ունենալ։ Ոնց կարող են պատերազմի ժամանակ կամ ռազմական դրության ժամանակ մտնել գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ներքո
եթե դա զորք չէ, զինված ստրուկտուրա չէ։ Տեսեք, ինչու է գլխավոր շտաբի անունը ոչ թե պաշտպանության նախարարության գլխավոր շտաբ, այլ զինված ուժերի գլխավոր շտաբ, որովհետև բացի պաշտպանության նախարարության զորքերից օպերատիվ կառավարման տակ որոշակի իրավիճակներում հայտնվում են նաև այլ կառույցների զորքերը, ոստիկանության զորքեր, անվտանգության զորքեր, այլ զորքեր եթե ունենք։ Հիմա եթե սա զորք է, ես համամիտ եմ, բայց այս նախագծով սա զորք չէ։ Սա փրկարար ծառայության կառույց է, քաղաքապաշտպանության ծառայություն։ Հիմա տեսեք ինչ խնդիր են դնում այս խեղճ ու կրակ քաղաքապաշտպանության կառույցների լուծման համար։ Հետախուզական խմբերի դեմ պայքար, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցած հակառակորդի հատուկ ստորաբաժանումների դեմ պայքար կամ այդ պայքարին մասնակցություն։ Ով էս, չգիտեմ, խնդիրներից շատ ու քիչ տեղյակ է, նա պետք է իմանա, որ նույնիսկ մոտորաձգային մեր սովորական զորամասերը ի զորու չեն լինում լուծել այդ հատուկ ստորաբաժանումների դեմ պայքարը, դրանց ձերբակալումը, ոչնչացումը եւ այլն։ Դրանք միշտ լուծում են հատուկ նշանակության հետախուզական վաշտեր, հատուկ նշանակության գնդեր եւ այլ, այդպիսի կառույցներ։ Այսինքն մենք ինչ ենք արել, մենք փորձել ենք հոնքը շտկել, բայց աչքն էլ ենք հանել այս նախագծով։ Ես հիմա, գիտեք, չեմ էլ իմանում, թե ինչպես վարվել, որովհետև ինձ ասում են, որ ասենք ջրամբարների վրա կանգնած պահակները հիմա զենք չունեն, համապատասխան օբյեկտների վրա կանգնած այդ փրկարարական ծառայության աշխատակիցները պաշտպանված չեն, օրենքը շտապ պետք է։ Հա, սիրելիները, շտապ պետք է, բայց այսպիսի մասնագիտական տեսանկյունից միթե կառավարությունում նախարարն այստեղ է, պիտի խնդրեմ մեկ անգամ եւս սրան անդրադառնան, ոնց կարելի է այսպես օրենք բերել։ Բա մեր պրոֆիլային հանձնաժողովում մեկը չկա, որ ասի ժողովուրդ ջան, երկու գեներալ ունենք։ Ասի, ես ինչ եք անում, ոնց կարելի է քաղաքացիական ծառայության վրա ռազմական խնդրի լուծում դնել։ Ես չգիտեմ, մենք էլի ձեռնպահ կմնանք, ես հուսամ, որ թե կառավարության լիազոր մարմնի ներկայացուցիչը, ում փոխանցվում է քաղաքացիական պաշտպանության այս ծառայությունը, եւ թե արդարադատության նախարարը օր առաջ պետք է վերանայեն այս խնդիրները, որտեղ չի կարելի այս վիճակում, այսպիսի չմշակված, այսպիսի հումնյութ վերել եւ մեր այս միասնական այս համախմբման ֆոնի տակ անցկացնել։ Ըստ էության Աստված չանի, եթե վաղը մի այդպիսի հետախուզական խումբ մուտք գործի եւ փրկարար ծառայության որևէ ստորաբաժանում լուրջ կորուստներ ունենա, այդ հետախուզական խմբի ձերբակալման կամ ոչնչացման։ Մենք էլ այդ գործում ունենալու ենք մեղքի մեր բաժինը։ Ես կարծում եմ այն միասնությունը, որ այս օրերին ձեռք է բերվել, Արոն փոխոսնակ, մենք շատ թանկ գին ենք վճարել, հատկապես վերջին օրերս։ Եվ սա լուրջ մտորելու առիթ պետք է տա։ Գիտեք, այդ մենակ ես եմ ճիշտ, մենակ չգիտեմ, ես իրավունք ունեմ, անսխալական ենք, այս բաները պիտի դուրս գա, թե մեր օրենսդիր մարմնի աշխատանքից, թե ընդհանրապես այս երկրի ներսից, մշակույթից, էլ ինչքան պիտի փորձություններ ախտարենք, որ ի վերջո մի օր մեր փորձի վրա սովորենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Ջհանգիրյան, ուզում եմ, այո, համաձայնվել ձեզ հետ, շատ թանկին ենք ոճա եւ պետք է սովորենք մեր սխալների վրա։ Բոլորս էլ սխալական ենք եւ պետք է կարողանանք այս բարդ իրավիճակներից հետո դասեր քաղել։ Իսկ այս դասեր քաղելը հիմնական դասը նաեւ որ Հայաստանի Հանրապետությունը բոլորիս հայրենիքն է, պետք է կարողանանք բոլորս մեկս մյուսին լսենք եւ ամենակարևորը յուրաքանչյուր հարցի գերխնդիրը պետք է լինի պետական ու ազգային շահը։ Ուզում եմ ձայնը տրամադրել Հովհաննես Մարգարյանին։ Պարոն Մարգարյան, Գյումրի, եղավ։ Չեք փոխարինում։ Շատ բարի, ելույթներն ավարտվեցին։
Եզրափակիչ ելույթների խմբակցություններից հայտեր չունենք, ասում ենք եզրափակիչ ելույթներին, Արագից զեկուցող Պաշտպանության ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Կորյուն Նահապետյան, համեցեք պարոն Նահապետյան, նախապատրաստվի հիմնական զեկուցող արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը։ Շնորհակալություն, հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, քիչ առաջ ընդդիմադիր խմբակցություն ներկայացնող պատգամավորը այս ամբիոնից խոսում էր միասնության մասին, ստեղծված իրավիճակում գնահատելով այս նախագծի որոշակի դրույթներ, փորձեց իրապես խեղաթյուրել այն կարգավորումները, որոնք տրված են ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ։ Կսկսեմ այն հատվածից, որը վերաբերում էր պրոֆիլային հանձնաժողովում հարցի քննարկմանը եւ այն մոտեցումներին, որոնք քննարկման առարկա են դարձրել ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով։ Ինչպես միշտ այդ պատգամավորը լքում է դահլիճը այն պահին, երբ խոսք է հնչում իր ներկայացրած հարցադրումների եւ մոտեցումների վերաբերյալ, եւ դա տվյալ պատգամավորի բնորոշ վարքագիծ, առաջին անգամ չէ, որ մենք հանդիպում ենք այդպիսի մոտեցման։ Ցավում եմ, որ այս ստեղծված իրավիճակում ռազմաքաղաքական եւ մեր երկրի անվտանգության համար այս կարևորագույն ժամանակահատվածում ունենք նաեւ այնպիսի դրսեւորումներ, ինչին ականատես եղանք քիչ առաջ, բայց կարծում եմ ժամանակն է, որպեսզի բարձրաձայնեմ որոշ իրողություններ եւ քանի որ այստեղ նստած է այդ խմբակցության նախագահ, ղեկավարը, կուզեմ նաեւ իրեն դիմել։ Պատգամավորը խոսում է հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքից։ Դուք երբևէ ճշտել եք այդ պատգամավորը անցած այս 4 տարիների ընթացքում քանի անգամ է մասնակցել հանձնաժողովի նիստերին, խորհրդարանական լսումներին։ Ես կանդրադառնամ նաև բովանդակությանը, պարոն Մանուկյան, մի ընդհատեք դուք։ Բարի եղեք լսել, կարողություն ունեցեք նաև լսելու, կարծիք, որը կարող է նաև չհամընկնի ձեր տեսակետի հետ։ Հարց տվեք ինքներդ ձեզ, քանի անգամ է պատգամավորը մասնակցել հանձնաժողովում հարցերի քննարկմանը։ Մենք քննարկում ենք փաթեթը երկրորդ ընթերցմամբ։ Չի մասնակցել հարցի քննարկմանը հանձնաժողովի նիստում։ Եվ ոչ միայն այս հարցի, այլ բազմաթիվ այլ օրենքների նախագծերի, կարևորագույն նախագծերի, որոնք վերաբերում են մեր երկրի պաշտպանունակությանը, անվտանգությանը, եւ գալ այստեղից նման հայտարարություններ հնչեցնել, չտիրապետելով ընդհանրապես օրենսդրական կարգավորումներին, ոչ պաշտպանության մասին օրենքին, ոչ քաղաքացիական պաշտպանության մասին, ոչ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին օրենքին։ Սա է իրողությունը։ Հիմա կանդրադառնամ բովանդակային խնդիրների։ Այն ամենին, ինչը բարձրաձայնվեց այստեղ։ Ինչ է ասում պատգամավորը։ Ասում է, թե ինչու արտակարգ իրավիճակների պետական մարմնի ուժերը ներգրաված չեն այլ զորքերի մեջ։ Նախ, որպեսզի հասկանա, թե ինչ է այլ զորքեր, պետք է կարդա պաշտպանության մասին օրենքը։ Այլ զորքերը ներառում են ոստիկանության զորքերը, ազգային անվտանգության սահմանապահ զորքերը եւ համապատասխան այլ ծառայությունները։ Այսօրվա գործող օրենքով նախատեսված է պաշտպանության մասին օրենքով այլ զորքերը բոլոր դեպքերում ներգրավում են ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ զինված ուժերի օպերատիվ հրամանատարության ենթակայության ներքո։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները կարող են ներգրավել նույն իրավիճակում զինված ուժերի օպերատիվ հրամանատարության ենթակայության ներքո։ Ընդամենը այս օրենսդրական փոփոխությամբ հայեցողությունը, որ կարող են ներգրավել, փոխվում է եւ նախատեսվում է իմպերատիվ պահանջ, որ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների փոխարեն նոր ձևավորվող համակարգը արտակարգ իրավիճակների պետական մարմնի ուժերը ոչ թե կարող են ներգրավել, այլ բոլոր դեպքերում պատերազմի եւ ռազմական դրության ժամանակ ներգրավում են զինված ուժերի օպերատիվ հրամանատարության ենթակայության ներքո։ Եթե պատգամավորը չի հասկացել փոփոխության տրամաբանությունը եւ իմաստը, թող բարի լիներ նստեր այստեղ եւ լսեր այս պարզաբանումը, կամ առնվազն գար հանձնաժողովի նիստին մասնակցեր եւ կստանար իր բարձրացրած հարցի պատասխանը, բայց ցավոք ունենք այն, ինչ որ ունենք, եւ սա առաջին դեպքը չէ։ Խոսք գնաց հետախուզական խմբերի դեմ պայքարի մասին, նորից խեղաթյուրվեց պատգամավորի կողմից քիչ առաջ։ Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը ապահովում են տարածքային պաշտպանությունը, այդ թվում իրենց լիազորությունների շրջանակներում մասնակցում են
սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի դեմ պայքարի։ Ուզում եմ ընդգծել իրենց լիազորությունների շրջանակում։ Սա չի նշանակում, որ այս մարմնի հիմնական խնդիրը հենց դա է, բայց այս ուժերը ունեն որոշակի լիազորություններ, իրականացնելով տարածքային պաշտպանություն, նոր համակարգ, որը շատ կարևոր է մեր երկրի համար, քաղաքացիական բնակչության պաշտպանությունը իրականացնելու համար, այո, նրանք նույնպես որոշակիորեն մասնակցելու են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի դեմ պայքարին։ Խոսք գնաց նաև քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների խնդիրների վերանայման մասին եւ այն տրամաբանությունը, որ քանի որ ռազմականացված զինվորական ստորաբաժանում չէ, հետեւաբար քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները այլևս չեն կարող իրականացնել նման խնդիրներ։ Կարծում եմ այս մոտեցումը նույնպես ճիշտ չէ, առնվազն, որովհետեւ այս ստորաբաժանումները անկախ դրանից, որ տեղափոխվում են արտակարգ իրավիճակների նախարարության համակարգ, ունեն լրջագույն պատասխանատվություն մեր ազգաբնակչության քաղաքացիական պաշտպանություն իրականացնելու համար։ Ընդհանուր առմամբ անդրադառնալով այն կարճատև քննարկմանը, որ կազմակերպվեց այս օրենքների նախագծերի փաթեթի շուրջ, հարգելի գործընկերներ, ուզում եմ եւս մեկ անգամ առանձնակի կարևորել, հատկապես այս նոր մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում մեր ազգաբնակչության քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարձրացումը ունի գերկարևորություն եւ տարածքային պաշտպանության համակարգը, որ մենք ձևավորելու ենք այս օրենսդրական փաթեթի արդյունքում, եւ այն բոլոր գործողությունները, որ պետք է իրականացնենք մոտակա ժամանակահատվածում, շատ կարևոր են բոլորիս համար։ Եվ այստեղ ուղղակի անհեթեթ մեկնաբանություններ հնչեցնել այս փաթեթի շուրջ համարում եմ առնվազն ոչ ճիշտ։ Շնորհակալություն։ Հիմնական զեկուցող արտարակ իրավիճակների նախարար տեղակալ Այգարան Մխիթարյան, իմ բոլոր գործընկերներին, թե ընդդիմադիր, թե իշխանության դաշտից կոչ եմ անում ավելի հարգալից փոխադարձ հարգանքի մթնոլորտում աշխատել բոլորիս։ Համեցեք, վամոս։ Շնորհակալություն, մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ։ Իսկապես հարգալիցը հարգալից, բայց կարծում եմ պետք չի, որ օրենքի նախագիծը այդ աշճան կարելի կլինի խեղաթյուրել։ Վերջիվերջո այս օրենքի նախագծի վրա աշխատել են մի քանի կառույցներ, արտակարգ իրավիճակների նախարարության իրավաբանական վարչությունը, կառավարության իրավաբանները, ազգային ժողովի իրավաբանները, այդ ինչպես եղավ, որ այս բոլոր իրավաբանները այնքան չեն հասկանում, որքան որ հասկանում է պարոն Ջահանգիրյանը։ Մենք չենք կասկածում ոչ մեկ նրա իրավաբանական գիտելիքների վրա, սակայն ես գտնում եմ, սա միտումնավոր ելույթ էր, միտումնավոր անում, որևիցե բան չի համապատասխանում իրականությանը եւ տպավորությունն է ստեղծվում, որ իսկապես ինքը նախագիծը չէր կարդացել։ Առաջին դերձման ժամանակ միջանցքում քայլելուց ասաց, որ ժամանակ չի ունեցել նախագիծը կարդալու, ինքը անձամբ, բայց այսօր այն տպավորությունն է, առ այսօր ժամանակ չի ունեցել նախագիծը կարդալու, իսկ հիմա բովանդակային։ Ինչ է նշանակում, ուրեմն զինվորական ստորաբաժանում չեն։ Ինչ անենք, զինվորական ստորաբաժանում չեն, զինվորական ստորաբաժանումները թող լինեն ազգային անվտանգության ստորաբաժանումները, ոստիկանության ստորաբաժանումները, բայց դա դեռ չի նշանակում, որ այս ստորաբաժանումը, որ արտակարգ իրավիճակների ենթակայության տակ է, չի կարող նրանց հետ միասին համահավասար մտնել զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ ենթակայության տակ, չէ՞ որ դա պատերազմ է կամ ռազմական դրություն է։ Ինչ խնդիր կա այստեղ, ես չեմ հասկանում։ Եվ կարդում եմ ես օրենքի Պաշտպանության մասին օրենքի 3-րդ մասը, որ առաջարկվել է շարադրել հետևյալ պարբերությամբ։ Պաշտպանությանը ներգրավում են այլ զորքերը, ես ասացի, որոնք են այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը, պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո անցնելու միջոցով։ Այստեղ ես որևիցե բան, վատ բան չեմ տեսնում, որևիցե անգրագետ բան չեմ տեսնում։ Ուղղակիորեն սրա առաջվա հոդվածում ինչը փոփոխություն, ինչպես նշեց պարոն Նահապետյանը, գրված է, որ կարող է ներգրավել։ Այստեղ ուղղակիորեն դրված է ներգրավում են։ Մյուսը, ինչ կապ ունեն հրահոսական խմբերի հետ պայքարի, եւ այնպեսի տպավորությամբ արտասանվեց, կարծես թե իսկապես սա ինչ ենք մենք։ Կարդում եմ հաջորդ հորվածը, ապահովում են տարածքային պաշտպանություն, այդ թվում իրենց լիազորությունների շրջանակներում մասնակցում են սահմանամերձ տարածքներում հակառակորդ դիվերսիոն հետախուզական խմբերի դեմ պայքարին։ Իսկ ինչ է առաջարկում հարգելի պատգամավորը, երբ որ զինված արդեն
ստորաբաժանման ծառայողը կանգնած է կապտաժների, ջրամբարների մոտ կամ պահակային ծառայության ժամանակ եւ հանգած դիվորսիոն խումբ է դուրս գալիս, ինքը պետք է սպասի այնքան միջև ազգային անվտանգության ուրեմն ստորաբաժանումները կամ պայքարեն նրանց դեմ։ Ինքը իրավունք չունի, ինչի համար է նա զենք կրում այդ դեպքում, երբ նա պետք է չկարողանա կամ իրավունք չունենա պայքարել դիվորսիոն խմբի դեմ։ Այլ խնդիր է, թե ինչքան կկարողանա պայքարել կամ ինչ էֆեկտիվությամբ, բայց որ նա իրավունք ունի եւ պարտավոր է պայքարելու, այո, պարտավոր է պայքարելու։ Եվ վերջում պետք է ասեմ, որ ճիշտ արտահայտություն արվեց, սովորենք մեր սխալների վրա, իսկապես ես էլ համեմատեմ, որ պետք է մենք սովորենք մեր սխալների վրա։ Սա ես տեսնում որ ակնհայտ միտում կար, սա ես տեսնում որ ակնհայտ ուզում էր աղավաղել հարգելի պատգամավորը մեր ներկայացրած նախագիծը։ Սա միայն չի ներկայացվել եւ չի կազմակերպվել արտակարգ իրավիճակների նախարարության համար, սա ստորաբաժանումներ են, որոնք ծառայելու են Հայաստանի Հանրապետության եւ բնակչությանը։ Շնորհակալություն այսքանը։ Շնորհակալություն, պարոն հիմնական զեկուցող, հարցի քննարկումն ավարտվեց, հարգելի բարեկամներ, այժմ քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված պրոբացիայի մասին, պրոբացիայի պետական ծառայության մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, առաջին ընթերցման մտնելու մասին հարց։ Հիմնական